7 քաղաքական ուժերն արդեն ներկայացրել են իրենց դիմումները, միջնորդությունները, հարցերն ու առաջարկությունները։ Երեկ էլ ակտիվ հարց ու պատասխան է ընթացել դիմող եւ պատասխանող կողմերի միջև։ Այսօր հարց ու պատասխանը շարունակվեց արդեն դատավորների եւ կողմերի միջև։ Նիստի մեկնարկին նախ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը չարարկեց, որ իրենց դաշինքի կողմից քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն մուտքագրվել։ Մինասյանը պարզաբանեց, որ նրանց առարկությունները վերաբերում են ոչ պատշաճ թվային մուտքագրումներին, ընդհանցքավորմանը եւ այսպես շարունակ։ Դաշինքի լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանն էլ ի հավելում ասաց. Առավելապես կենտրոնացած են եղել այնպիսի խախտումների արձանագրման վերահանման համար, որոնք բարձր դատանի համար կարող են նշանակություն ունենալ, այլ ոչ թե առանձին տեղամասերում 1-2 ձայնի անճշտությունների, որովհետև ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, բարձր դատարանը տեխնիկական վերանայում գործի չի կատարելու։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ ներկայացրեց, թե որ տեղամասերի արդյունքներն են խնդրել անվավեր ճանաչել, միաժամանակ նշելով, որ թվով 6 հայցադիմումներ են ներկայացրել վարչական դատարան։ Որոնցից 3-ի վերաբերյալ նաև համապատասխան բողոք ենք ներկայացրել, քանի որ վարչական դատարանի գործողությունների հետ կապված իսկապես ինչպես այսպես ասած հիշատակվել էր ԿՀ հայտարարության մեջ, տակտիկական որոշակի գործողությունների շղթա էինք նկատել վարչական դատարանի կողմից, մեր կողմից ուղիղ արձանագրումը անվավեր ճանաչելու տեսանկյունից, որը ներկայացրել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հանդիսացել է 12 կոտորակ 13 ընտրական տեղամասի վերաբերյալ արդյունքները, որի վերաբերյալ նաև ԿՀ-ի արդեն բազմիցս քննարկված 258 որոշման մեջ հիշատակում կա։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էլ ներկայացրել է անվավերության խնդրանք եւ մանդատների բաշխման կարգի փոփոխություն։ Գործով զեկուցողը հարց հնչեցրեց, արդյոք այս պայմաններում իրատեսական են համարում մանդատների բաշխման կարգի փոփոխությունը։ Փաստաբան Արամ Օրբելյանի պատասխանը հստակ էր ու դրական։ Միանշանակ այո, բացատրեմ ինչի։ Բարձր դատարան ըստ էության մենք մեր դիմումում լրիվ ընկալելով, հասկանալով իրավական համակարգը եւ հասկանալով, որ որոշումներն են որտեղ վերանայվում եւ ինչ ընթացակարգով, խնդիր չենք դրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշումների բողոքարկման արդյունքում ընդունված ակտերը բարձր դատարանի կողմից վերանայելու։ Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանն էլ հարց ուղղեց կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե ինչու են կախվածության մեջ դնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լուծման ենթակա հարցը իրավապահներից։ Եթե իրավապահների ուսումնասիրության ոլորտի մեջ չի մտնում ընտրությունների արդյունքների գնահատումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ասաց, որ չգիտի որևէ տեսական ու գործնական մեթոդ, որը կարող է ազդել ընտրությունների ընթացքի վրա։ Նախընտրական քարոզության ընթացքում, մինչ նախընտրական քարոզությունը այդ ընտրությունները նշանակելուց հետո այդ ժամանակահատվածում իրականացված գործունեությունն ու գործողությունները յուրաքանչյուր ընտրող իր համակրանքով, իր հակակրանքով արտահայտել է հունիսի 7-ին։ Այլ գործիք, որ կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատել, ես մի փոքր դժվարանում եմ։ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների քննության ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանեց, որ անվավեր ճանաչված 3 ընտրական տեղամասերի արդյունքների հիման վրա հնարավոր չէ գնահատել, թե արդյոք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կհաղթահարեր խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% ընտրական շեմը։ Նրա խոսքով դիմողների կողմից բարձրացված բոլոր հարցերը կարևոր են, սակայն հատկապես այս 3 ընտրատեղամասերին վերաբերող հարցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն ունի իրավական նրբություններ։ Իսկ հարցին արդյոք քվեարկության իրավունքը կարող է կախված լինել քվեարկության արդյունքից, Հովակիմյանը պատասխանեց միանշանակ ոչ։ Քվեարկության իրավունքի իրացումը կարող է կախվածություն ունենալ միայն ազատ արդար քվեարկելու հնարավորություն։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև անճշտությունների գումարային չափին։ Հովակիմյանը նշեց, որ վերահաշվարկի արդյունքում որոշ թվային տվյալներ ճշգրտվել են, մասնավորապես 10 կոտորակ 51 ընտրատեղամասում քվեարկության մասնակիցների թիվը 1287-ից դարձել է 1271։ Միաժամանակ նա ընդգծեց, որ այդ թվային տարբերություններն այս պահին սկզբունքային նշանակություն չունեն։ Մարինե Դվոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։